Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Հովհաննես Թումանյանի «Ձախորդ Փանոսը» հեքիաթը։ Սկսեցինք։ Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է, ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե մի բան, որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ, ահագին գերանը գետնից բարձրացնեմ, գցեմ սելի մեջ, ավելի լավ է հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։ Ասածն արած է, եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում թրխք, շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած, ինչ պետք է անի, կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։ Ճամփի մի լճի ափով անց կենալիս է լինում, տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է գլուխը քարը, չեղավ, արի գոնե մի բաց սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մին սպանի, բադերը ճղճղալով ցրվում են փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացին էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ինչ անի, ինչ չանի։ Շորերը հանում է, դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում, քանի առաջ է գնում, ջուրն այնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում դուրս գալի։ Դու մի ասիլ, Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, այդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է այստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, այս շորերը հավաքում է, առնում գնում։ Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա, մնում է տկլոր կանգնած։ Միտք է անում, ինչ անեմ Տեր Աստված, այսպես տկլոր ուր գնամ։ Սպասում է մինչև մութն ընկնի, մթան հետ վեր է կենում գնում գյուղը, որ գյուղին մոտենում է, ասում է այսպես տկլոր որ գնամ մեր տունը, տնեցիք ինչ կասեն, արի գնամ աղբորիցս շոր առնեմ հագնեմ, էնպես գնամ կնկանս մոտ։ Ճամփեն ծռում է դեպի աղբոր տունը։ Դու մի ասիլ, այդ գիշեր էլ աղբոր մոտ մեծ արք կա, քեֆի էլ են տակ ժամանակն է։ Դուռը ծերբ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։ Փանոսը ցավից վայ անելով ետ է դառնում, շներն էլ ձենի վրա վեր են կենում, տեսնում են օհո, մտնումը հրես մի տկլոր օքմին ու 4 կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափում, տեսնում են մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։ Բավական տեղ ղրչլու տալով, հայհոյելով, հարայ հրոցով ընկնում են ետևից, հալածում տանում գցում անտառները։ Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են ու այսպես տկլոր աչքը հանած կաղին տալով խեղճ Փանոսը գնում է կորչում։ Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ, Փանոսը կորել է, գնացել է անտառը փետի ու ետ չի եկել։ Գեղահավան հավաքվում են գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։ Դես Փանոս, դեմ Փանոս, հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։ Այ մարդ, այս հագուստը որտեղից է ընկել քեզ մոտ։ Թե ախպեր, այս հագուստը այսպես մի լճի ափի վերածած էր, հավաքեցի բերի։ Գնում են լճի 4 կողմը պտտում, կանչում, Փանոս, Փանոս, Փանոսը չկա։ Վճռում են, որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարակ են անում, քելեխը տալիս, կնիկն էլ մի քիչ սուք է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։ Ահա եւ վերջ, սիրելիներս, այսպիսի հետաքրքիր հեքիաթ ձեզ համար ձախորդ Փանոսի մասին։ Այս հեքիաթը վկայում է այն մասին, որ մարդ գործ ձեռնարկելուց եւ անելուց առաջ պետք է մի լավ մտածի, որպեսզի ձախորդության չհանդիպի։ Ցտեսություն, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հետաքրքիր հեքիաթների ժամանակ։ Իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել եւ սեղմել զանգակ կոճակ։